այդքան արագ չի կարող հետևից փոքրիսկան նորել է։ Давайте чебурней. Այսօր ոնց որ բոլոր Հայաստանի քաղաքացիները մենք նույնպես մասնակցում ենք այս կարևոր բան, ինչի համար ենք գալին, համար որ այդ նույն ցեղասպանության հետևանքը նաև մեր ցեղասպանություններ հունական մենք չենք տարբերում եւ այս տարի հայոց պարլամենտը ընդունեց նաև հունական եւ ասորական գենոցիդը, որը որ նույն հայկական գենոցիդի շարունակությունն է եղել, դրա համար մենք էլ մեր միշտ մենք մայիսի 15-ին նորից գալիս ենք այստեղ, քանի որ սա դարձել է ոնց որ մի վայր, որտեղ որ մեր գենոցիդները, այսինքն այն քրիստոնյա ազգերը, որոնք որ Թուրքիայի տերիտորիայում սպանվել են, որտեղ կատարվել այդ բանը, սա ոնց որ մեզ համար նույն վայրն է, որտեղ որ մենք ենք անում եւ մեր պարտքն է միշտ լինել այստեղ։ Արսեն Միխայելով, Հայաստանի ասորական համայնք, Հայաստանի աթուր ասորիների միության նախագահ։ Դուք այսօր այստեղ եք, եկել եք ձեր համայնքի ներկայացուցիչների հետ, ինչ եք ուզում ասել սրանով ու Մենք ոչ թե այսօր ենք ստեղ, մենք եկել ենք ստեղ մեր հյուրերի հետ միասին, համաշխարհային ասորական միության անդամների հետ միասին, Եվրոպայի տարբեր երկրների Սեյֆո կենտրոնի տնօրինության հետ միասին, ստեղ ենք ասորական ցեղասպանության Սեյֆո կենտրոնի, ուրեմն մենք եկել ենք ստեղ ամեն տարի ենք գալիս, որ միաձայն ասենք, որ մենք հիշում ենք եւ պահանջում ենք եւ Թուրքիայից եւ ողջ աշխարհից, որ ընդունեն այս ոչրագործությունը եւ ի վերջո աշխարհը ուշքի գա տեսնի ինչ բռնություններ են այսօր կատարվում 100 տարի անց նույն ձեռագրով եւ պետք է նշեմ ոչ թե ձեռագիր այլ մոլորակների այդ նույն Թուրքիայի ձեռագիրն է։ Այսինքն այսօր շարունակվում։ Եվ այո, եթե ասում են վերջի տարիներ ցեղասպանությունները, գերտերությունները կանխել են, բայց ասորի ժողովրդի ցեղասպանությունը մինչ առայսօր շարունակվում է, եւ դուք լավ գիտեք Մոսուլի դեպքերը, Սիրիայի դեպքերը, մինչ առայսօր մենք մեր պատանդները դեր Իսլամական Հանրապետության ձեռքին են, կոտորում են բոլոր ասորին, եկեղեցիներն են քանդում, հին մշակույթն են քանդում ասորական, դրա համար այս ցեղասպանությունը պետք է կանխել եւ միաձայն միասին մենք հայ ժողովրդի հետ միասին միաձայն ասում ենք, որ մենք հիշում ենք եւ պահանջում։ Եզդիների հոգևոր արվեստով Կամ ասա մոտենա։ قوت بود دائما هر وقت که فرمانك بو أرمنيا هدوا أم قوت بو أرمنيا Ասում եմ, որ մենք եկել ենք Իրաքից հայերի ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար, նշում է, որ պատմության ընթացքում ինչ դժվարություններ ապրել են հայերը, եզդիներն ու հայերը միասին են եղել, որպես եղբայրական ժողովուրդ, հիշեց իր հորը Սայիդ Բեգին, ով ընդունել է մի քանի հազար հայերի, Համոյ Շարոյին, ով պաշտպանել է մոտ 20,000 հայերի եւ հիշեց Ջանգիր աղային, ով նաեւ Սարդարապատում է ցեղասպանությունից հետո պայքարել հայերի հետ միասին։ Am dost Armeniain, am madvete daima am tishte kavan, am nubkain, am Armeniaj binakein,
مدبت أرمنيشك ازدياش بينا كان هر وقت كنا خوشك بت سر أرمني عم تحاضر هر وقت كنا خوشك بت سر ازديا مدبت أرمني قلما بت Ասում եմ, որ մեր բարեկամությունը հին երկար ժամանակներից է գալիս եւ երբ ինչ որ վատ բան է պատահել հայերին, մենք հայերի կողքին ենք եղել եւ երբ ինչ որ վատ բան է պատահել եզներին, հայերը մեր կողքին են եղել եւ հիմա էլ Իրաքի դեպքերի հետ կապված նաեւ որ հայերը փորձեն բարձրաձայնել սա։ Մեծ երկար ներկայանալի իրապաշտում ամեն ինչ։ Միր Թախսին Սայիդ Ալիբեգ եզների առաջնորդ։ Ես որպես եզի ժողովրդի ներկայացուցիչ, որպես աշխարհի եզի ազգային միության նախագահ, որպես միջազգային ակադեմիկոս, ես դատապարտում եմ հայոց ցեղասպանության հարմարմյակի կապակցությամբ, որ Թուրքիայի պետությունը այսօր դարձյալ ինքը ժխտում է այս քաղաքականությունը։ Դա բարբարոսություն է, դա ստորություն է, դա անմարդկային վերաբերմունք է հայ ժողովրդի նկատմամբ։ Չի կարելի։